Բարև շանթի եթերում լրատվության ժամ է, մարտի 28-ն է, ուրբաթ։ Միացյալ Նահանգների 60 կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնություն Ադրբեջանին։ Նրանք պահանջել են կիրառել ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, պահանջելով անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների ռազմական օգնություն Ադրբեջանին, նշելով Բաքվի կողմից Արցախի 120,000 բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։ Նամակը ստորագրողները կոչ են արել պետքարտուղար Ռուբիոյին ոչ թե կիրառել այն լիազորությունը, որի շնորհիվ Միացյալ Նահանգների վարչակազմերը շրջանցել են 907-րդ հոդվածը, այլ պարտադրել օրենքի լիարժեք կիրառումը Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար։ Ազգային ժողովում այսօր ճեպազրույցներ են անցկացվել, մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, հարցերի հիմնական մասը վերաբերել է խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական գործընթացներին եւ հնարավոր զարգացումներին։ Տեսակետն եմ ուզում հարցնել, արդյոք Ալիևը Երևանից հնչող հայտարարություններին այսպես ընդառաջ կգնա եւ օր առաջ կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Շնորհակալություն։ Իսկ ինչու պիտի ստորագրի, եթե առանց թղթի կտորի, առանց այդ բարաթի, Հայաստանի այսօրվա իշխանությունները, պաշտոնական Երևանը, բոլոր երևակայելի եւ աներևակայելի զիջումների գնումը, ինչու ինչ-որ թղթ ստորագրի։ Հայտարարել են, որ տեքստը պատրաստ է, իդեպ, եթե Ադրբեջանը դրա մասին չհայտարարեր, ես չգիտեմ Հայաստանի իշխանությունները դրա մասին խոսեին, թե էլի կփորձեին կոծկել, բայց բազմաթիվ նախապայմաններ է դնում։ Սահմանադրության փոփոխություն, միջանցքի հարց, պատերազմական հանցագործների արտահանձնման հարց, հայցերի հետ քաշում։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի վրա եթե լուրջ ճնշում չլինի, Ադրբեջանը այսօր որևէ թուղթ չի ստորագրի։ Որևէ թուղթ չի ստորագրի։ Չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առայն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստում սպասել Հայաստանի կողմից իրենց առաջադրած մյուս նախապայմանների կատարմանը, ըստ էության հասկացնելու, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունը իր նախապայմանները կատարած չլինի, այս դեպքում առաջնային երկու բան է ներկայացում, միակը Մինսկի խմբի լուծարում, որին Հայաստանի իշխանությունները մեծ առումով դեմ չեն, եւ սահմանադրության փոփոխություն, որին եւս հայաստանյան իշխանությունները դեմ չեն եւ նրանց կամքով իրացնում են, ուղղակի անդադ պատժառաբանություն են ներկայացնում, որ սա որոշակի երկար process է եւ հնարավոր չէ 1 կամ 2 ամսում իրականացնել։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Իհարկե մենք շատ ժամանակ այդ փաստաթղթին այն տեսանկյունից ենք անդրադառնում, թե ինչու Ադրբեջանը սա չի ստորագրում եւ այլն։ Տեսեք, Ադրբեջանը այդ 17 կետերից բացի ունի մեկ այլ համախումբ պահանջներ, որոնցից երկուսի մասին արդեն խոսեցի, սահմանադրության փոփոխություն, ԵԱԿ Մինսկի խմբի այդ ձևաչափի լուծարում, սրա մեջ հաճախ նաև Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի ապա ռազմականացում, այսպես կոչված փախստականների վերադարձ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն Ադրբեջանը տեսնում է հնարավորություն հայաստանյան այս իշխանության պայմաններում միջև վերջ գործելու եւ առավելագույնը ստանալու եւ դրանով պայմանավորված ոչ միայն ձգձգում է բանակցային գործընթացը, այլ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Այդ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ամեն ես առանց չափազանցության կասեմ
ստորակետի շուրջ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բառերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք համեմատելով նաեւ աշխարհքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին մնացածը դուք տեսնում եք տեսնում եք Ադրբեջանը ինչպես է արձագանքում բայց դուք նաեւ պետք է նկատեք թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին սա էլ է շատ կարեւոր եւ սա մենք պետք է գնահատենք որովհետեւ այն որ Ադրբեջանը կարող է եւ ապակառուցողական արձագանքել դա նորություն չի դա գաղտնիք չի բայց թե ինչպես աշխարհը կընկալի եւ ինչպես մարդիկ միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին ինչպես իրենք կդիրքավորվեն ահա դրանից է նաեւ կախված բանակցությունները եւ խաղաղության գործընթացը հաջողում են թե չեն հաջողում եթե այդ պրիզմայով նայենք այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանին։ Քննարկվել է երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության հետագա խթանման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների եւ ընդհանուր իրադրության վերաբերյալ։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն եւ հարատև խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը։ Դեսպանը վերահաստատել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատրաստակամությունը հնարավորինս նպաստել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին։ Starlink արբանյակային ինտերնետն արդեն հասանելի է Հայաստանում X-ի էջում գրել է միլիարդատեր SpaceX-ի հիմնադիր Միացյալ Նահանգների կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։ Հայաստանը դարձավ 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink գերարակ ինտերնետը, գրել է Իլոն Մասկը։ Facebook-յան էջում գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ոչ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում, մնալով անմիջական կապի մեջ աշխարհի եւ բնության հետ, գրել է վարչապետը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի մի քանի երկրների հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր կառավարման ներդրման հարցն այնտեղ ընտրություններ անցկացնելու համար։ Ըստ նրա, Ռուսաստանի համար հասկանալի չէ, թե ուկրաինական կողմից ում պետք է որևէ համաձայնագիր ստորագրի, քանի որ վաղը այնտեղ կգան այլ առաջնորդներ, ըստ Պուտինին միայն ընտրություններից հետո հնարավոր է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Պուտինը նշել է, թե Ուկրաինայում ժամանակավոր կառավարման համակարգը թույլ կտա անցկացնել ժողովրդավարական ընտրություններ եւ իշխանության գալ ժողովրդի վստահությունը վայելող ունակ կառավարություն։ Իրանը պատասխանել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, նշելով, որ նամակն ուղարկվել է մարտի 27-ին Օմանի միջնորդությամբ։ Այդ նամակում ամբողջությամբ ներկայացվել են Իրանի տեսակետները, բայց պաշտոնյան չի բացահայտել նամակի բովանդակությունը։ Իրնագործակալությունը նշել էր, որ Թրամփը մարտի 12-ին է նամակն ուղարկել Իրանին Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցչի միջոցով։ Թեև նամակի բովանդակությունը պաշտոնապես չի հրապարակվել, Թրամփն ասել է, որ խնդրել է Իրանին բանակցություններ սկսել միջուկային նոր գործարքի շուրջ։ 7.7 եւ 6.4 տասնորդական մագնիտուդներով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրոնական հատվածում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալայից մոտ 12.2 կիլոմետր հեռու, որն ունի մոտ 1.5 միլիոն բնակչություն, փլուզվել են շենքեր։ Ցնցումները զգացվել են Թայլանդում, Բանգկոկում երկրաշարժի պատճառով կառուցվող երկնաքեր է փլուզվել, փլատակներում է հայտնվել 43 բանվոր։ Երկրաշարժերին գրանցվել Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղызստանում եւ Ուզբեկստանում 3.4 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցել Ադրբեջանի Իմիշլի շրջանում, 5.5 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել է նաեւ Ղազախստանի Ժամբիլի շրջանում, Ղրղызստանի մայրաքաղաք Բիշքեկում, 5.2 մագնիտուդով երկրաշարժ է զգացել նաեւ Ուզբեկստանում, որի էպիկենտրոնը ըստ այդ երկրի սեյսմիկ կանխատեսման կենտրոնի տվյալների գտնվել է Ղազախստանի տարածքում։
Երկու օրից Գյումրի մարտահրտ ընտրություններ են։ Տեղական ինքնակառավարման մարմնի կառավարումը ստանձնելու հավակնություններ ունեցող 9 քաղաքական ուժերի 372 ավագանու տեխնացուների համար այսօր նախընտրական քարոզչության վերջին օրն է ու վերջին ժամերը։ Վաղվա լռության մեկ օրը ընտրողի կողմնորոշման մեջ հստակության կամ փոփոխության ըստ էության չի հանգեցնի։ Կարևորը գիտակցությունն է, մոտեցումը, որ իր քվեն էական է։ Մեր հարցումները քաղաքի տարբեր հատվածներում այդ մասին են։ Կմասնակցեք բամոց, բայց Գյումրին լավ քաղաքապետ չունենա, մենք լավ ենք ընտրենք։ Անպայման մասնակցելու եմ ու ես իմ ընտրել եմ, որ պետք է ընտրեմ այդ մարդուն։ Մեր պարտականությունն է, պետք է այստեղ ընտրել։ Վերևից իշքան նշանագին հերիք է, հեմեն մենք պետք է նշանագենք։ Քաղաքացիական պարտք է, իսկ որպես քաղաքացի պարտավոր ենք մասնակցել մեր երկրի շենացմանը, ցանկացած հարցում։ Կողմնորոշվել եք, արդեն որոշել եմ ու պիտի ընտրեմ, ամենայն դեպս լավ կլինի էլի։ Ոչ, որտեղ ես ում կնամ ընտրեմ, հեչ մասնազիտ չնեղենա։ Ես իհարկե շատ եմ կարևորում, քաղաքացիս պատկը տիկադարես։ Չէ, ես իրանցից հեռու եմ։ Երևի իրան չեն ուզել իրանց ձենը տան որևէ մեկին դրա համար, իսկ ես 4 տարի մեկ միանում ձայն ունեմ կնդրելու, ինչի չնդրեմ։ Ընտրողների մասնակցությունը դա յուրաքանչյուր ընտրող պետք է հասկանա, գիտակցի, որ դա պարտք է, պարտականություն է, որը պետք է կատարի։ Կողմնորոշվել եմ, կմասնակցեմ անպայման, դա մեր պարտքն է։ Անպայման, ես ամեն ընտրություններին մասնակցել եմ, ես այդ կողմից քիչ պաշտաճանաչ եմ։ Ես Գյումրեցի է, պարտքն է մեր, ընտրենք համապատասխան մագաշտակով քաղաքապետ, որը ես արդեն որոշել եմ, հատկապես երեկվա դեբատից հետո։ Պատասխանները ոչ մեկից բան չհասկացանք։ Սա իրար կուտեին, պես էր բան ելնի։ Մասնակցելու եք, բայց Անպայման։ ինչի անպայման։ Մեր քաղաքի հետագա զարգացման համար չմասնակցենք։ Որ մեկ չմասնակցենք ով։ Դե հիասթափված եմ ամեն ինչից։ Բայց կմասնակցեք։ Հա, երևի։ Անպայման կուզենք գնանք, որ մեր տեղը չընտրեն, ում որ կուզեն անուշ կացեն։ Ինչի եք ուզում մասնակցել, ինչի եք կարևորում ձեզ։ Որ մի քիչ քաղաքը խելքի բերեն։ Դրա համար սա քանդած է, եղավ 40 քան տարի անց երկրաշարժից արդեն 30 քանի տարի, հələ քաղաքը խելքի չի եկել։ Այ դրա համար։ Կողմնորոշվելու է, կողմնորոշվելու չէ, որովհետև ոչ մեկին չենք վստահում։ Բայց մասնակցելու։ Բնականաբար։ Իդեպ մարտի 30-ին առավոտյան ժամը 8-ից Շանթ հեռուստաընկերությունը կաշխատի հատուկ ռեժիմով եւ կներկայացնի ընտրությունների ընթացքը Գյումրի տեղամասերում։ Հիշեցնենք, որ Գյումրիում բացվելու է 82 տեղամաս եւ աշխատանքը կշարունակվի այնքան, մինչեւ քվեաթերթիկների հաշվարկը եւ նախնական արդյունքների ամփոփումը։ 2019 թվականին Հայաստանում մեկնարկած գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը սկսվել էր 2 ռիսկի եւ 2 մշակաբույսի ապահովագրությամբ, իսկ այժմ արդեն տրամադրվում է 13 մշակաբույսի ապահովագրություն ներառելով 4 ռիսկ։ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի նախագծման վարչության ղեկավարը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են սպասվում գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում։ Եթե մինչև 2025 թվականը սուբսիդավորվում էր ապահովագրավճարի 50-ից 60%-ը, 2025 թվականին կսուբսիդավորվի ապահովագրավճարի 70-ից 80%-ը, սա մեծ մասնաբաժին էր կառավարության կողմից սուբսիդավորման, կարևոր եմ համարում այս փաստը նշել, որ նույնիսկ երբ որ մենք զարգացած երկրների փորձը եւս ուսումնասիրում ենք, շատ քիչ երկրներում է, որ կառավարությունը այսչափ մեծ աջակցություն է ցուցաբերում ապահովագրավճարի սուբսիդավորման հարցում։ Ճիշտ է, բոլոր երկրներում է սա հովանավորվող ոլորտ է հանդիսանում եւ կառավարությունները աջակցում են, բայց 70-ից 80% աջակցության չափը սա բավականին մեծ աջակցության չափ է, որպեսզի տնտեսավարողների լայն շրջանակ կարողանա օգտվել այս ծրագրից, մատչելի լինի գյուղացիական տնտեսավարողների համար եւ կարողանան դիմեն եւ ապահովագրեն իրենց այգետարածները։ Միևնույն ժամանակ նշեմ, որ քանի որ Սվիսրեն այս տարի
Իր պայմանները, երբ որ ներկայացրել է վերապահովագրության հետ կապված, ապահովագրական ընկերությունների համար այդքան էլ ձեռնտու չէր ներկայացված պայմանները, կառավարությունը եւս էլի հանձնառություն վերցրեց իր վրա 2025 թվականին վերապահովագրության դերակատարումը վերցնել իր վրա եւ ըստ 2025 թվականի գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի, եթե վնասաբերությունը գերազանցի 200% եւ ավել լինի, ապա գերազանցող մասը եւս սուբսիդավորվելու է կառավարության կողմից։ Սա հնարավորություն կտա, որպեսզի ապահովագրական ընկերությունների գործունեությունը որոշակի կայունացում լինի, նրանց ռիսկը որոշակի կառավարելի դառնա եւ դրանով կարողանան իրենց ռիսկերը կառավարեն եւ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրություն իրականացնեն։ Նշեմ, որ եթե 2024 թվականին Ծիրանը եւ Խաղողը չապահովագրվեց, պայմանավորված նրանով, որ ծրագիրը բավականին ուշ մեկնարկվեց, ապա այս տարի ապահովագրվելու է Ծիրանը եւ Խաղողը եւս ներառված են մեր ապահովագրական պրոդուկտների ցանկում, ապահովագրվելու է 13 մշակաբույս 4 ռիսկերից, ռիսկերն են կարկտահարություն, ցրտահարություն, երաշտ, հրտե։ Այսքան ժամի համար հետևեք նորությունների ժամը 20-ին։